Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր սրտի կաթիլներ կխմեն Արարատի մարզում եւ Երևանում, հատկապես Նիկոլ Փաշինյանի փեսան։ Շնորհակալ եմ տեսանյութերը տարածելու, հավանելու եւ չհայհոյելու համար։ Այսօր Նիկոլ Փաշինյանը խոսեց արդարադատությունից։ Կարճ ասած, ասում է, իբրև Հայաստանում ընտրովի արդարադատություն չկա։ Հարգելի իրավապահ համակարգի աշխատակիցներ, որքան ժամանակ եք դուք չարչարվում որևէ քրեական վարույթով, գտնում ապացույցներ, գտնում փաստեր Թալանի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի ասած վնգը ստացող դատավորները մեկ րոպեում ջուրն են գցում ձեր չարչարանքը։ Օրինակ, պարզվում է 8 ամիս ձեր ծանր աշխատանքից հետո Արարատ քաղաքի համայնքապետի տեղակալներին ազատ են արձակում։ Արդյոք ավելի մեծ ձեռքառնոցի կա, քան նման պահվածքը։ Ընկերներ, ասեմ, որ այդ երկու անձը ձերբակալվել էին կոռուպցիայի հետ կապված քրեական վարույթով, սակայն օրեր առաջ ազատ էին արձակվել։ Հիմա էլ կարծես որևէ բան տեղի չի ունեցել եւ հաճախում են աշխատանքի։ Խոսքը գնում է Ասլանի մոտ աշխատող Արսենի եւ Հրաչի մասին։ Իդեպ, պարոն Արսեն, ասում են կոմունալի պետ աշխատող կամ փող ստացող որդիդ մի հատ լուրջ օին է բերել քո գլխին։ Ինձ լսես, մի հատ կճշտես, թե ինչ է արել։ Իդեպ, ընկերներ, Նիկոլ Փաշինյանը հույս է դրել այս անձանց վրա, ովքեր պետք է քվերեր ապահովեն առաջիկա ընտրություններում, բայց ինչպես ասում են չար լեզուները, ոչ թե ՔՊ-ի համար, այլ Տաշիրի Սամվելի ուժի համար։ Հայաստանում չկա իրական արդարադատություն, չի եղել եւ չի լինի, եթե ներկայիս քաղաքական դերակատարները լինեն իշխանության գլխին։ Ընկերներ, ցանկանում եմ նաեւ խոսել երևանյան մի ընկերության մասին, որի անունը Բիդեկ է։ Այսպես, պարզվում է, որ միայն 2026 թվականի անցած ամիսներին, այսինքն 4 ամսվա ընթացքում, հանրապետական նախկին падգամավորի որդու ընկերությունը շուրջ 13 միլիարդ դրամի տենդեր է շահել։ Իսկ դուք էլ մտածում եք, թե բան է փոխվել երկրում։ Խոսքը գնում է նախկին падգամավոր Մհեր Սեդրակյանի կամ ժողովրդին ավելի հայտնի Թոխմախի Մհերի մասին։ Հիմա ուշադրություն։ Պարզվում է, նույն Մհեր Սեդրակյանի փեսան էլ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի այսպես ասած պատարագներին, որոնք տեղի էին ունենում Հովանավանքում։ Պարոն Նիկոլ Փաշինյան, բա ինչպես է ստացվում, որ նման մարդկանց ընկերություններն են մեծ տենդերներ հաղթում, կամ ինչպես է ստացվել, որ ձեր կողմից ժամանակին անվանարկված անձինք միայն գերշահույթ են ստանում։ Ընկերներ, իսկ դուք ինչ եք շահել այս 8 տարիների ընթացքում։ Երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք, թե ինչ եք շահել։ Խնդրում եմ միայն չասեք, որ թալանչիներից եք ազատվել։ Չենք ազատվել։ Հիմա Թալանը ավելի է խորացել։ Հիշում եք Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանին։ Տեսեք, թե ինչպես է ազատ շրջում Երևանում։ Սա է Թալանի հետ բերումը, սա է Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը։ Ընկերներ, հիմա անցանք օրվա կարևորագույն թեմային։ Ճանաչում եք այս երիտասարդին։ Ներկայացնեմ. Սոս Աշոտի Սարդարյան, Երևանի հաշվառման քննական բաժնի պետ, կամ ժողովրդի լեզվով ասած Մռոյի պետ։ Արմատներով էջմիածինցի Սարդարյան Սոսը այդ պաշտոնին է նշանակվել 2025 թվականին։ Իդեպ, պաշտոնին ստանձնելուց առաջ մասնակցել է մրցույթի, որին մասնակցել է ընդհանուր թվով 5 անձ։ Սակայն միակ հաղթող է ճանաչվել Սոս Սարդարյանը, կամ նույն ինքը Նիկոլ Փաշինյանի եղբոր փեսան։ Դե ամեն դեպքում ըստ օդում կախված լուրերի։ Չար լեզուները ասում են, որ փեսա Սոսը ահագին կաղում է գրագիտությունից։ Բացի այդ, նաև կոռուպցիոն գործարքներում են մեղադրում։ Դե Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը այնքան հզոր է, որ վստահաբար չի կարող չար լեզուների ասածները ստուգել։ Ընկերներ, հիշեք, միակ տարբերակը իրական հեղափոխություն անելն է։ Հարգանքներով, ձեր Հայը։